Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք Հայաստանի կառավարության տարբեր օղակներում միջոցների քամուն տալու մասին, գլխավոր քամուն տվողը ասում է, ոնց ձեր ընտանեկան բյուջեն է ծախսում, այնպես էլ պետականն է։ Երեք պետական բյուջեի նախագիծներ քննարկում, Նիկոլն ասում է, դե պետական բյուջեն պետք է ընկալել որպես հասարակության ընդհանուր ընտանեկան բյուջե։ Ասում է, ինչպես որ տանն ենք գնում հոտած միս, փչացած ձմերուկ, որտնած սալոր ու ժամկետանց թթվածեր, այնպես էլ պետականն է։ Ոնց որ ամեն նոր տարուց հետո միլիարդավոր դրամների ապրանք ենք լցնում աղբանոցը, նույն կերպ էլ պետական գումարն է քամուն տրվում։ ՔՊՄ պետական բյուջեին չի վերաբերում իր ընտանեկան բյուջեի պես, խիստ կասկածում եմ, որ Նիկոլը ինքը իր ընտանեկան գումարները այդպես քամուն տար, ոնց որ պետական բյուջեն է անում։ Իհարկե Փաշինյանի արդարացումը եւ համեմատությունը շարքային քաղաքացիների հետ տեղին չէ։ Նախ նրանք, ում վստահվել է պետություն, չեն կարող շարժվել շատ հասարակ տնտեսվարողի տրամաբանությամբ։ Էս նեղ մաջալին, այս գործազրկության, աղքատության, պետական պարտքի մեծացման ֆոնին, երբ $820,000 տալիս են ֆեստիվալ փառատոնին ու բյուջեի ծախսը համեմատում ընտանեկան ծախսերի հետ, հասկանալու կարիք կա, թե այդ որ ընտանիքն է պարտքերի մեջ խրված, հացի փող չունենալով նման ծախսեր անում։ Կարող են իհարկե լինել նման ընտանիքներ, բայց հաստատ նրանք վատ օրինակ են բոլորին, ոչ թե լավ օրինակ։ Իսկ իշխանությունը ինչու է ուզում նմանվել հենց վատ օրինակներին։